Եվրասիական տնտեսական միությունը գատվածահար է եւ եթե այս հարցը արագ չլուծվի, այդ պիտի լա Եվրասիական տնտեսական միության վերջի սկիզբը հայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինյան լրագրողներուն հետ զրույցին անդրադառնալով Ռուսաստանի շուկահայկական ապրանքներու սահմանափակումներուն եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահին հետ իր վերջին հերախոսազրույցին։ Ըստ Փաշինյանին խնդիրները առաջացած են, որովհետեւ Հայաստանը որդեգրեց այլ ընդրանքներ ունենալու քաղաքականություն։ Հերախոսազրույցին մեջ այս հարցը եւս կնարգված է եւ ըստ վարչապետին ընդհանուր ըմբռնման եկած են, որ Հայաստանը ադոր իրավունքն ունի։ Միացյալ Նահանգներու մոտ Հայաստանի նախկին տեսփան Լիլիթ Մագունցը պիտի նշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Նախորդ 5 տարիներուն վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վարեց Արայիկ Հարությունյանը, թե Մագունցի եւ թե Հարությունյանը 7 հունիսին խորհրդարանական ընտրություններուն պատգամավոր ընտրված են քաղաքացիական պայմանագիրի ցանկով։ Նախկին տեսփանը ինքնապատասխան թիմում ներկայացուց կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Հուլիս 19-ին 29 Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքին մեջ տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը։ Կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Նստաշրջանի արդյունքներով համաշխարհային ժառանգության ցանկին մեջ ներառված է 25 նոր մշակութային եւ բնական ժառանգության կառույցներ։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցած է նաեւ Գենսաբազմազանության համաշխարհային շրջանագին նվիրված հարագից միջոցառման ներկայացնելով հոկտեմբերին Երևանի մեջ կայանալիք ՄԱԳ-ի գենսաբանական բազմազանության մասին պայմանագրի կողմերու 17-րդ համաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Նստաշրջանի ավարտին Հայաստանը ընտրված է 2027 թվականի հունիսին Ստամբուլի մեջ կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ։ Ամերիկայի զինված ուժերու կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Իրանի տարածքին հասցված հարվածներու մասին, որոնք տևած են 2 ժամ։ Ամերիկյան զինված ուժերը հարվածած են Իրանի տարածքին մեջ գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանման տասնյակ ռազմական գետեր։ Ըստ կենտրոնական հրամանատարության հարվածներու նպատակն է դգարացնել Իրանի եւ անոր դաշնակիցներու ռազմական սպառնալիքը Ամերիկայի զորքերուն, արևդրային նավերուն եւ Պարսից ծոցի երկիրներուն համար։ 28 հուլիսին Իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանումը Իրանի տարածքեն բալիստիկ հրթիռներ արձակած էր մերձավոր արևելքի մեջ տեղակայված ամերիկյան զորքերուն ուղղությամբ, սակայն Ամերիկայի եւ Հորդանանի հագաուտային պաշտպանությունը խոցած էր բոլոր թիրախները։ Նույն օրը Իրանը հարձակած էր նաեւ Սուեզի ջրանցքով եւ Հորմուզի նեղուցով անցնող արևդրային նավերուն վրա։ Ի պատասխան այս գործողություններուն Ամերիկան եւ Սաուդական Արաբիան համատեղ օդային հարվածներ հաստուցած են Իրաքի արևելքը գտնվող իրանամետ խմբավորումներու ռազմակայաններուն։ 29 հուլիսին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հետ հանդիպումին հետո հայտարարած էր, որ Իրանի հարձակումը անպատասխան չի մնար։ Թրամփը Սպիտակ տան մեջ լրագրողներուն ասաց էր. «Մենք կպատրաստվենք ուշքին հարված հասցնել անոնց, որովհետև հիմա հարվածելու մեր հերթն է։ Տեսնենք պիտի հաջողի արդյոք ինչ որ բահու համաձայնության գալ, բայց մենք կպատրաստվենք անոնց շատ ուշքին հարված հասցնել», ասաց է Ամերիկայի նախագահը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկ եւ Ուկրաինա նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկած են հագաուտային պաշտպանության հրթիռներու համատեղ արտադրությունը։ X-ի մեջ գրած է Թուսկ լրատվամիջոցներուն փոխանցմամբ կողմերը քննարկած են Վարսոյի ներկայացուցած երագոմ գործակցության առաջարկը, որոնով նախադեсված է Լեհաստանի տարածքին մեջ կազմակերպել Patriot համագարկի հրթիռներու արտադրություն ամերիկյան այդ նույն արտոնակիրի հիման վրա։ Օրերս Սպիտակ տան մեջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զելենսկին եւ Թրամփը քննարկած էին Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններու վերսկսման գարելիությունները, դիվանագիտական ջանքերու աշխուժացումը եւ Ուկրաինո-ամերիկյան Patriot համագարկերու հրթիռներու արտադրության արտոնակիր դրամատրելու հարցը։ Մադրիդի ինքնավար համայնքը դիմաց է Իսպանիո կառավարության խնդրելով գործի դնել Եվրոմիության համերաշխության հիմնադրամը տարածաշրջանի մեջ անդարային հրթիռներու հետևանքները հաղթահարելու նպատակով կհաղորդե ՏԱՍ։ Այս հիմնադրամը Եվրոպական միության գործիք է, որը նախադեсված է խոշոր բնական աղետներեն դժուժած անդամ երկիրներուն աջակցելու համար եւ կփոխհատուցե չնախադեсված ծախսերու մեկ մասը նշած են տարածաշրջանային իշխանությունները։ Ներկայիս Իսպանիո մեջ քանի անդարային հրթիռներ կմոլեկնին ադոնց մե ամենախոշորը ընդգրկած է Մադրիդի ինքնավար համայնքն ու Ավիլա նահանգը։
Դեղական լրատվամիջոցներուն հաղորդմամբ Ավիլա նահանգի մեջ բռնգած հրտեհը ամենախոշորն է երկրի պատմության մեջ։ Իսպանիո վարչապետ Պեդրո Սանչես հայտարարած է, որ 2026-ին հրտեհները ոչնչացուցած են մոտավորապես 150,000 հեկտար տարածք եւ 13 մարդու մահվան պատճառ դարձած։ Թուրքական իշխանությունները կցերնարգեն անհրաժեշտ միջոցներ երկրի հարավը, մասնավորապես Անտալիա եւ Մուղլա նահանգներում մեջ բռնգած հրտեհները վերահսկողության տակ առնելու համար հայտարարած է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան կառավարության նիստեն հետո ունեցած իր ելույթի մեջ։ Գրագի եւ ուժեղ ձուխի պատճառով բրգարարները դարհանած են բնակիչներ եւ ժամանակավորապես փակած են Ֆեթհիե Անտալիա ճանապարհը։ Տեղական իշխանություններուն տվյալներով հրտեհները վտանգ չեն ներկայացնել զբոսաշրջային շրջաններուն համար, քանի որ ադոնք կգտնվին բռնկման վայրերեն ըսկալի հեռավորության վրա։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։